Ես Գևորգ Յազիչյանն եմ, լրագրող, պատմական գիտություններու տեխնացու, Զնունտես հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ, Հոպենտմենի գտնագի վետերան անդամ եւ բարեգործականի Բեյրութի Հովագնյան Մանուկյան երկրորդական վարժարանի շրջանավարտ։ Ժամանակի մեր իվեր, ավելի ճիշտ 1990-ականներին մեր կազմակերպության ղեկավարությունը սպառած է անթափանցիկ եւ միության կանոնացությանը եւ ծրագրին հակասող գործունեությամբ։ Ադոր վերջին դրսևորումները մեկը եղավ Հայաստանի Հանրապետություն Թուրքիա իշխանություններու այս գործընթացին իր աշխուժ միջամտությունը։ Իմ փոքս արտահայտելով այս ընդգրկման թեմ ուզեմ հիշեցնել բարոն Բերսետրակյանին եւ անմահ 16-երուն կենտրոնական վարչության անմահներուն, որ հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր ծրագիր կանոնակով առաջին իսկ օրեն եւ մինչեւ այսօր հստակորեն նշած է, որ ինքը աբաքաղաքական, այսինքն քաղաքականությամբ չսպառող կազմակերպություն է։ Իսկ ընդգրկվելով այս գործընթացի մեջ բացահայտորեն կազմակերպությունը կդարձնենք, որ քաղաքական կողմ եւ քաղաքական շահարկումներու առարկա։ Գտնակ ինձի առարկել, որ սա ազգային հարց մնե եւ բարեգործականը չի գտնար մեկ կողմ մնալ։ Այս փաստարկը անհեթեթ է, որովհետեւ ինչ ալլա այս հարցը կմնա քաղաքական, իսկ եթե հանգած փորձեն ապացուցել, որ սա քաղաքական չէ, կարծեմ թե դարական դրամապանություն ունեցող անհատն գիտե, որ ասիկա քաղաքական է եւ թող չփորձեն մեզ ապուշի դեր դնել, ավելի ճիշտ իրենք իրենց ապուշի դեր դնել։ Հետաքրքրական է, որ այս երկրորդ զարգացման ժամանակ, այսինքն սեպտեմբեր 1-ի տխրահարչակ արձանագրություններու հրապարակման ժամանակ Բերսետրակյանը կգտնվեր Երևան։ Ասկա պատահական չի գնալալ օգոստոսի 28-ին մինչև սեպտեմբերի 4, մեկ ուրիշ այսպես առաքյալ էմիսար կգտնվեր այդ օրերուն Լիբանան Ռիշարդ Հովհաննիսյանը, անալ պատմագիտության ոլորտի մեջ կփորձե իր ծառայությունները մատուցել իր պետության, այսինքն ես նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Այսպես կարտալով Հայաստանի Հանրապետության նախագահի կայքեջը հանդիպելով նախագահին բարոն Սերժ Սարգսյանին Բերսետրակյանը հայտարարած է, որ բարեգործականը սադարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններու ղեկավարում ուղղված արձանագրություններուն եւ այլն, ինչը սել է սադարում է։ Փաչի բավարարելով այդքանով բարեգործականի գետրոնական վարչությունը ինք եւս խախտելով եւ փոխանակ իր նախագահին զսկուշացման հրավիրելով, որ չի կարելի քաղաքականությամբ սպառել, ինք եւս խախտելով կազմակերպության ծրագիր կանոնակիրը սեպտեմբեր 10-ին հանդես կուքա հայտարարությամբ, ուր դատարկաբանությունները եւ զիրար հագասող արտահայտությունները եւ ինչպես անժամանցելի հայտարար հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն հայտարարի հետեւյալը ուղղակի գնտեսեմ մենք կքննադենք Հայաստանի պետության նախաձեռնությունը եւ մեր աջակցությունը գծել ենք Հայաստանի եւ Թուրքիո միջև հարի դրասնության ուղղությամբ տարվող ճիքերու ուղիղ եւ արդար արդյունավորումին ուղղությամբ։ Իհարկե կշարունակեն նախանցախնդիր հայ ժողովրդի պատմական պահանջներուն եւ իրավունքներուն պահպանության։ Ինչ կնշանակի հայ ժողովրդի արդար պահանջներ, ինչ կնշանակի հայտարար։ Ես հարց կտամ բարոն Սետրակյանին եւ անմահն 16-երուն եւ հատկապես Երվանդ Սորյանին, Երվանդ Թունզիսկը հիշեր, չէ, հալեբի մեջ վերջերս ես իմ քրատարանս գշտի եւ ու ինձ նվիրած բազմաթիվ քիրքերը ստացա, որոնք շահած են տարբեր մրցումներու ժամանակ հալեբ։ Եվ դու Նազարեթ Ֆստկյան, իմ տասնգերս Հովագնյանի մեջ ես ամշնար կմասնակցես այս հայտարարություններում։ Թուն որ կումբես հայրդ ու անվանագիցդ իրավաբաներ, թուն ինչպես կլա որ գխախտես այս իրավական դարական նորմերը, դարական սկզբունքները կազմակերպության։ Չես ամշնար, իհարկե չես ամշնար, որովհետև դուք ամերիկյան քաղաքականության գրողը դարձած եք եւ հայկական բարեգործական ընդհանուր միությունը վերածած եք ամերիկյան չարագործական միությանը, որևէ մեկուն հաշվետու չեք, դուք ցեզ գվերընտրեք։ Ինչ կնշանակի այս մեկը։ Դուք ինչ կհասկանաք հայտարարելով, հասադրեցեք։ Իսկ եթե կհասկանաք, որ թուրքերու հետ անգերց բարեկամություն պիտի դնեք, հասեք դուք գրեք։ Ինչ իրավունք ունի դուք խոսելու
բարեգործականի բոլոր անդամության անունով, ով հարցուց ես մե այդ անդամներու կարծիքը, բարձրապես հիշեցնեմ Մելքոնյան գրթական հաստատության բարական եւ աշխարհասփյուր կառույցները իրենց ահռելի փողոքը արտահայտեցին ու մինչև այսօր կշարունակեն, դուք ինչու այդ մեկը չլսեցիք, դե արդեն ցեզի համար մեր դեմ խաղ չկա, սկզբունքը իրարելի դարձած է, հիմա արդեն դարձած է ավելի ծանր հանցագործության մեղսագիծը, այս բարակային ասկային իրավունքներու հավաջանության ես այդ բառը չեմ ծածկել, հավաջանության մեղսագիծը դարձած է։ Եվ միան այս չէ, միան այս հարցով չէ, վերջերս նաև կա համացանցի մեջ հայտարարությունը, որ Մելքոնյան բարերարներին մեկուն զորը, Ժակ Մելքոնյանը, ցեզ մեկը խնդրե որոշակի փաստաթուղթեր, որպեսզի կարողանա իր արդարացի հետապնդումը իրականացնել, իրավական տեսակետով, եւ դուք կմերժեք իրեն դրամատրել։ Ինչը ցել է, ինչ դուք օրենքներն եւ կանոնացություններն վեր դարձած եք, կզգուշացնեմ ցեզ, այս հայկական բարեգործական ընդհանուր միությունը ցեր բաբենական ակարագը չէ, ոչ էլ ցեր սեփականությունը, որ ինչ կուզեք կնեք։ Այս կանոն